չենք կարող ձեզ ասել, դա պետք է փորձաքննություն նշանակի, փորձաքննության արդյունքում կպարզվի։ Վարկածներ կարան լինեն, բայց դա արտահայտման այսօր ներկայացնելու ենթակա չի։ Հիմա ասեմ ձեզ, որ հրդեհը մեկուսացված է, իրականացվում է հետհրդեհաշիժման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա, աշխատանքներ ենք տանում հրդեհի հետհրդեհաշիժման հետ կապված։ Առայժմ էս քանը։ Բայց այս վարկածները Կողքի կառույց մեր ավարտելուց հետո իհարկե կարող։ Հանդիսնան KFC-ում է, հա, փաստորեն։ Հրդեհի բռնկման օջախը KFC-ի տարածքից է։ Վնասների մասին մենք այս պահին չենք կարող ոչ մի բան ասել, մինչև չիրականացվի ուսումնասիրություն չենք կարող ասել։ Տուժած քաղաքացիների մասով։ Տուժած քաղաքացիներ նախնական այս պահի դրությամբ չկա, բայց սա խիստ նախնական է։ Մոտավորապես ինչքան տարածք կա այրվել, վնասվել։ Դեռևս չենք կարող ասել, ավարտելուց հետո չափագրումներ կիրականացնի, փրկարարծառայությունը կտեղեկացնի։ Տարբեր հատվածներում նաև այստեղ շատ կարևոր է, որ հրդեհի տարածումն է կանխվել։ Նոր քաղաքացիներ, ովքեր ծառայում ունեն երկրորդ հարկում, փորձում են հասկանալ Այս պահին չեն կարող, այս պահին արգելվում է շենքի տարած մուտք գործելը, կավարտենք, քաղաքացիները ներս կմտնեն եւ իրանց վնասների վերաբերյալ կտեղեկացնեն։ Այս պահին արգելում ենք, որպեսզի մտնեն, մինչև չավարտենք, այս պահին հնարավորություն չկա ավարտից հետո։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, նշենք, որ քիչ առաջ Կամո Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հրդեհը մեկուսացվել է եւ հետհրդեհաշիժման աշխատանքներ են այս պահին իրականացվում։ Նա նշեց, որ խիստ նախնական տվյալ